Ես պերաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Ոչ, Նիկոլ Փաշինյան, դուք տարածաշրջանի ամենաաղքատ երկրի շռայլ կյանքով ապրող վարչապետն եք։ Դուք պետության գլուխը լինելով, աղքատության մեջ ապրող շուրջ 700,000 մարդու մեղադրում եք, թե աղքատությունը ձեր գլխի մեջ է։ Պերաշկին հասկանալի է նախընտրական տեխնոլոգիա է ստեղծելու պատրանք, թե դուք սովորական համեստ կյանքով ապրող մեկն եք։ Մինչդեռ ցույց տվեք ինձ սովորական համեստ կյանքով ապրող պերաշկի ուտող երկրորդ մեկին, որի կեցավայրի ծախսերի համար շարքային քաղաքացիների գրպանից 621 միլիոն դրամ է հատկացվում։ Դուք թոշակառուից գողանում եք, որ սև իկրայով զղտակվեք։ Նիկոլ Փաշինյան, վերջին տարիներին կառավարական առանձնատան ծախսերը ձեր կարիքների համար ծախսերը 27%-ով ավելացել են։ Մի քանի անգամ ավելի է, քան մինչև 2018 թվականը։ Այդ փողով դուք 1-2 տոննա սևիկրա կուտեք, թեև էլի չեք կշտանա։ Մինչդեռ Հայաստանում 18,000 մարդ ի վիճակի չէ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ձեռք բերել։ Հայաստանում ամեն երրորդ երեխան աղքատ է։ Դուք, Նիկոլ Փաշինյան, ձեր նախարարներին 6-7 միլիոն դրամ պարգևավճար եք տալիս։ Սա սովորական կյանքով ապրող, պերաշկի ուտող, միջին աշխատավարձ ստացող մարդու մոտ 8 տարվա աշխատավարձն է։ Նիկոլ Փաշինյան, դուք հայ ժողովրդի վարչապետը չեք, դուք ձերոնց վարչապետն եք, դուք պատավատապետության գլուխն եք։ Ըստ մամուլի ձեր թիմակիցները մինչև իշխանության գալը շատ սովորական կյանքով էին ապրում։ Հիմա առանձնատներ, բնակարաններ, թանկարժեք մեքենաներ, բրենդային հագուստներ, Արարատ Միրզոյանը, որ փոշեկուլ գնելու խնդիր ուներ, հիմա այնպիսի բրենդային հագուստներ է կրում, որ պերաշկի ուտող, սովորական կյանքով ապրող մարդկանց 2-3 ամսվա ապրելուն կբավարարեր։ Ծնգլ արեցիք դուք, նաև Շիրակի մարզում նախընտրական շոուներ, տեսարաններ բեմադրելու ձեր անհույս ճիքերով։ Իդեպ, Հայաստանի ամենաաղքատ մարզում, որի բնակչության գրեթե կեսն աղքատ է։ Նիկոլ Փաշինյան, դուք ոչ թե այսպես կոչված թալանը վերադարձրիք ժողովրդին, այլ թալանի նոր ձևեր խրախուսեցիք եւ թալանողներին փոխեցիք։ Կոռուպցիայի հոտ չեք զգում։ Ասում են շատ սուր հոտառություն ունի Տիգրան Ավինյանը, զարգացած քիթ ունի։ Անիֆի հիմնադրամից մսխված հսկայական ֆինանսական միջոցների փողի հոտը շատ սուր է զգում։ Ասենք, ինչպես ձեթի մեջ տապակվող պերաշկու սուր հոտը։ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել, քան 88 թվականի ավերիչ երկրաշարժին։ Նիկոլ Փաշինյան, դուք կյանք ուտող եք։ Դուք հայ ժողովրդի անցյալը կերած եւ ապագան ուտող մեկն եք։ Սիրելի հայրենակիցներ, զսպեք Նիկոլ Փաշինյանի ախորժակը, մասնակցեք հունիսի 7-ին կայանալիք ընտրությանը։ Թույլ մի տվեք, որ ձեր ձայնն էլ ուտի։